ասացիք ինչ որոշում կայացվեց։ Ուրեմն 12 կետերի վերաբերյալ պահանջագրի 11 կետերը բացարձակապես չի քննարկվել, մեզ ասեցին, որ 11 կետերի վերաբերյալ իրեն գրավոր կպատասխանեն, ընդհանուր առմամբ կարծիքը տեսեք, հիմնական շեշտադրումը, այո, հիմնական քննարկումը եղել է սոցիալական թեմայի վերաբերյալ, որից հետո մեր դիտարկումները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների։ Սոցիալական թեմայի հետ կապված ինչ ասացին, վերանայվելու է կառավարության որոշումը, թե ոչ։ Սոցիալական բաղադրիչի մասով, բնակարանային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստեն մասնագիտական մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր եւ պատրաստական են քննարկումներ, այսինքն այս պահի դրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի նաև սոցիալական ծրագրերի մասով ասում են փորձագիտական խմբեր ձևավորենք եւ սկսենք աշխատել։ Իսկ մնացած կետերի մասով ասում են այս ձևաչափով իրավասություն չունեք քննարկելու, այդ պահանջագրի մնացած կետերի մասով կառավարությունը պատասխանելու է գրավոր։ Այսինքն որոշումը իրենց չի վերանայվելու, այդ դեպքում ինչպես է լուծումը տրվելու։ 40+10 ծրագրի մասով վերանայում չի լինելու, այսինքն կառավարությունը ունի հստակ դիրքորոշում, որ այդ ծրագրի մասով հետնահաս չի լինելու։ Գործընկերը ասաց գործողություններ, ինչի մասին է խոսքը, ասաց գործողությունները պիտի շարունակենք, ինչն է դա։ Գործողությունները շարունակելու մասին բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում ենք կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք։ Մնացած կետերի մասով ասել են, որ կառավարությունը մի քանի օրվա մեջ գրավոր կպատասխանի։ Մեր անելիքների մասին եւ խորհրդի հետ եւ հանրության հետ քննարկելով միասին կորոշենք մեր հետագա անելիքները։ Հիմա այդ պատասխանը սոցիալական մասով մերժում համարում եք, թե ոչ երբ ասում ա, որ վերադարձ չի լինելու, թե համարում եք առաջ գնալ։ Իմ անձնական կարծիքս մերժում համարում եք, բայց իրանք պատրաստակամություն հայտնեցին, որ ձևավորեք մասնագիտական խմբեր, մեր մասնագիտական խմբերի հետ առաջարկեք, եթե կոնկրետ փաստերով որևէ տեղ հասկանանք, որ մենք թերացել ենք, մենք կվերանայենք ծրագիրը։ Թերանալ չի, բայց որ արցախցիները բնակարանային խնդիր ունեն եւ մարդիկ բարձով են ապրում։ Էլ թերանալը ո՞րն է։ Ներողություն հարգելի լրագրող։ Ժողովրդի մի քիչ կներկայացնեն։